Վերադարձանք տաղավար, սիրելի հեռուստադիտողներ, մեր բացօթյա հիանալի տաղավարից եւս մեկ անգամ ողջունում ենք ձեզ եւ հիշեցնում, որ այսօր հատուկ եթեր է Առավոտ լուսոյում, որովհետեւ ֆեստիվալյան տրամադրությամբ է սկսվել մեր օրը եւ բոլորին հրավիրում ենք նաեւ Թալին, որպեսզի վայելեն ամբողջ օրն ու երեկոյան տոնական համերգը, որի մասին մի փոքր էլ գաղտնիքներ դեռ կունենանք եւ ունենք այս պահին հնարավորություն բացելու, որովհետեւ մեր տաղավարում է շատ սիրված ու սպասված երգիչ Գուրգեն Դաբաղյանը, ողջույն։ Ողջույն։ Բարի լույս, բարի օր արդեն։ Բարի օր։ Բարի օր, ճիշտ է։ Ինչ տրամադրությամբ եք եկել։ Շատ լավ տրամադրված պոզիտիվ, որ այսօր ունենալու ենք շատ լավ օր, անմոռանալի եւ հանդիսատեսի եւ մեր երգիչներիս համար։ Գուրգեն, մենք գիտենք, որ մարզերում նույնպես բավականին շատ են եղել ձեր մենահամերգները, շրջագայությունները, ինչ տարբերություն կա մարզերի հանդիսատեսների եւ քաղաքային այսպես հանդիսատեսի Մեծ միջեւ։ քաղաքներում։ Մեծ Մարզերում, գյուղերում հատկապես ժողովուրդն ավելի անկեղծ է, ավելի էմոցիաները ցույց տվող է։ Իսկ ինչքան այսպես ասած զարգացած կամ քաղաքակիրթ վիճակների մեջ մտածեն մարդիկ, այնքան թեկուզ այդ էմոցիաները ունենում են, բայց չեն ուզում այդպես ցույց տան, աշխատում են պահեն, շատ բաներ կարող է ամաչեն, ինչ որ անհարմար զգամ, հա, ավելի զուսպ են իրանց պահում, բայց այս մարդիկ ինչ կա հենց տենց ցույց են տալիս ու տենց շատ ավելի լավ է, քան թե արհեստականորեն այդ էներգետիկան ստանում է, երբ որ արտիստը էներգետիկան ստանում է, հաստատ ավելի մեծ ալիք փոխանցում։ Ծանոթ եք եղել մինչ այս տարածաշրջանի Իհարկե, ես ընդհանրապես ամբողջ Հայաստանի գյուղաքաղաքներին լավ ծանոթ եմ եւ հատկապես Դաշտադեմին, որովհետեւ Դաշտադեմում հենց անցած տարի ամռանը ունեցել եմ նկարահանում տեսահոլովակ, խոսքը Ջիվանու անի երգի մասին է եւ Դաշտադեմի ամրոցում նկարահանել ենք այդ երգը, որը շենց համահունչ էր երգի հետ, այս տարածքը։ Դաշտադեմում այդ ժամանակ ես առաջին անգամ էի, բայց ընդհանրապես մեր այս տարածաշրջանի շատ ծանոթ եմ։ Հատկապես երգ, երաժշտությունը, պարը այս տարածաշրջանում յուրահատուկ ընկալում ունի, խոսքը ազգային երգի մասին է եւ հեռուստադիտողը հանդիսատեսը ձեզ ճանաչում է որպես արտիստ դեռ մանուկ հասակից։ Այս տարիների ընթացքում արդյոք դժվար չէր մեծանալ բեմում եւ նույն ժամանակ չկորցնել ձեռագիրը եւ հավատարիմ մնալ ստացած ավանդույթներին ու դա շարունակել։ Իհարկե դժվար է, հեշտ ոչինչ չկա։ Հատկապես երկար տարի, արդեն 30 տարուց ավել ես որ երգում եմ ու պրոֆեսիոնալ մակարդակով ներկայացնում եմ ժողովրդական ազգային աշուղական երգարվեստը եւ բնականաբար շատ թոհուբոհի միջով անցել եմ, հենց սկզբից եղել են դժվարություններ, ոչ մեկ թող չիմանա, որ հենց սկզբից հարթ ու հեշտ է եղել իմ ճանապարհը, փոքր ժամանակվա քննադատություններն ու դժվարությունները եղել են ուրիշ ձև, հիմիկվան ուրիշ ձև, անցումային տարիք է եղել շատ բարդ, նորից վերահաստատվելու հատված է եղել եւ ամենակարևորը, որ նշեցիք, այդ կայունությունը, ստաբիլությունը պահելը այդքան տարիներ այս ոճի մեջ, որը որ այդքան կոմերցիոն ոչ չի եւ ավելի դժվար ու ավելի ջանք ու եռանդապահանջում պահելը այս ոճը եւ հատկապես որ կային շատ տարբերակներ միշտ էլ եղել են փոխելու ավելի հեշտ ճանապարհներով գնալու, բայց ես միշտ ընտրում եմ այն, ինչը որտեղ որ ես ամենաանկեղծն եմ։ Այսինքն չեմ անում դա որպես պարտականություն կամ աշխատանք վաստակելու համար, այլ ուղղակի ես անկեղծ եմ մտեղ իմ երակներով հոսում ժողովրդական աշուղական երգը եւ դա հանդիսատեսը զգում է։ Գիտեք ինչ հետաքրքիր, երբ որ փոքր ես, քո փոխարեն դե ծնողները կամ տան ընտանիքի անդամներն են որոշում ներկայացնում, այնպես չի որ ես փոքր էի, ես շատ էի ուզում դասական արվեստով զբաղվեի։ Ասում էին լավ, կամ ինչ-որ մի կոնֆետի փոխանել, չէ՞, իսկ հետո երբեք։ Իսկ երբ որ դուք քիչ առաջ նշեցիք, մեծանում, կայունանում, հասունանում ես, քո կողմից է արդեն ընտրությունը գալի։ Պատտվում ես այդ ասպես լավ է, լավ ծնողներ ունեմ, չի ճիշտ ընտրություն են կայացրել։ Դա էլ է շատ ոգևորող եւ տպավորող նաեւ նորից ծերնդի համար, որպեսզի նրանք էլ իրենց ընտրությանը եւ իրենց զբաղված մասնագիտությանը միշտ հավատարիմ մնան։ Ես ասեմ մի բան այս թեմայով, իմ փոխարեն որոշում չի կայացվել, քանի որ ես երբ որ երգել եմ ոգևորված, որ երգիչների կատարումներից, Սայաթ-Նովայի ֆիլմից նայելով, երբ որ ես տանը միայնակ առանց ոչ մեկի ասելու, քաջալերելու, համոզելու,
ստիպելու հատկապես ես երգել եմ եւ ուղղակի լսել են իմ ծնողներս, քանի որ հայրս երգիչ է, հորեղբայրս երաժիշտ են, լսեցին տվյալներ կա եւ էլ կարիքը չկար, ինչ ասում էին, ես երգում էի, արդեն ստացվում էր իմ մոտ եւ երգը երբ որ հասնում էր հանդիսատեսին, հուզում էր մարդկանց, լացում էին, դա ամենամեծ նշանն էր, որ քո մոտ ստացվում է, դա ուղղորդելու բան չի եւ նույնիսկ ես հիմա մտածում եմ, որ դա նախախնամություն կարելի է ասել, որտեւ այդ ժամանակ դրվեց հիմքը իմ ամբողջ կյանքի շարունակության, որին հավատարիմ մնացիք, ոչ մի կոմերցիոն ուղղություններ չեղան եւ մնացիք նույն ժողովրդական երգի մեջ։ Քիչ առաջ ձեր խոսքը համեցիր։ Ուզում եի հարցնել հանդիսատեսի հետ կապված, որովհետև կարծես ֆեստիվալյան այս տրամադրությունը ստիպում է անդադար կոտրել կարծրատիպեր, կար ժամանակին տարածված կարծիք, որ ժողովրդական, ազգային, աշխուղական երգերը լսում եւ սիրում են ավագ սերնդի ներկայացուցիչները։ Արդյոք հիմա էլ է դա այդպես, թե այնուամենայնիվ երիտասարդները սկսել են մոտենալ իրենց արմատներին։ Անկեղծ ասենք դա ընդհանուր առմամբ կա ճշմարտություն դրա մեջ, բայց ինչի համար է ժողովրդական երգը միշտ ինչ որ չափի ստաբիլություն լսարանի առումով պահում։ Այն երիտասարդները, ես անձամբ եմ ճանաչում շատ տենց դեպքեր, այն երիտասարդները, ովքեր շատ երիտասարդ տարիքում կարող է ասեն, դե այդ երգերը հիմա էլ չի լսվում, ժամանակակից ռիթմեր ենք ուզում, հին են եւ այլն, գալիս է ինչ որ տարիք, իրանք էլ են սկսում սիրել այդ երգերը, որոնց անուն էին դնում, անուն էին կպցնում։ Այսինքն տարիքի հետ մարդու ավելի կյանքի իմաստի, կյանքի աշխարհընկալման ըմբռնումների հետ փոխվում է իր աշխարհայացքն էլ, այդ դեպքում ճաշակը եւս ու գալիս է նոր ճաշակի ձևավորում եւ այդ ժամանակ մարդը նկատում ես 40-ից հետո, 45-ից հետո ավելի խորն անկալում աշխարհը եւ ավելի արժևորում է այդ ամենը, մեկ էլ տեսնում ես այդ նույն մարդը, որ ուրիշ բան էր ասում, լրիվ ուրիշ բան է ասում, հա, լսում է, երգում է եւ այլն։ Դրա համար այդ ինչ որ մի լսարանի կայունություն միշտ մնում է ժողովրդական երգի առումով։ Քիչ առաջ նաև խոսեցիք, նշեցիք, որ հենց այստեղ ծաղլովակ եք նկարահանել Ջիվանուանի հենց ստեղծագործությունը, ու վերջին շրջանում մենք իրականապես եղանք Կամիսերը, Պանին, աննման է, ու բավականին սիրվեց, լսարանի կողմից նույնպես ձեր շատ սիրվեց, հետաքրքիր է, ինչ նորությունների սպասեն ձեր երկրպագուները։ Նորությունները շատ են, ասեմ, որ հենց հիմա երկու երգի վրա եմ աշխատում, մի երգը արդեն պատրաստ է, ուրախ ժողովրդական երգեր են, քանի որ սրանից առաջին երգերը մի քիչ ավելի դանդաղ, քնարական եւ խոհափիլիսոփայական նաեւ բնույթ են ունեցել։ Հիմա մի քիչ ժողովրդական ուրախ ռիթմերի, ես անպայման ուզում եմ այս բանը շեշտեմ, որ մարդկանց մոտ կա սենց որոշ մասի մոտ սենց տպավորություն, որ ժողովրդական երգերի տակ չի լինում լավ ուրախանալ, տխուր են, սենց, հա, ինչ-որ տխուր այդ բառն են օգտագործում, հա, մենք ես անձամբ ամեն ինչ անում եմ, որ ժողովրդական երգը մտնի նաև կենցաղ, մտնի հենց ուրախ առիթներ, չէ՞ որ ժողովրդական երգն է մեզ հազարավոր տարիներ ուղեկցել մեր ծեսերի ժամանակ, երգն ու պարը, այո, առանց այդ երկու պարի չի եղել հարսանիք, չի եղել պսակ, չի եղել կնունք ու եւ ոչ մի նույնիսկ հին հեթանոսական ժամանակներում քրմական արարողություններն են երգերաշտության տակ եւ պարերի տակ արվել։ Այդ ոնց եղավ հասավ մի կետ եւ դա հնարավոր չի։ Եվ հիմա ի ուրախություն ինձ եւ շատերի մեր շատ ուրախ առիթների ժամանակ հենց թեկուզ ռեստորանային, այդ որ շատերը բնութագրում են վատ իմաստով, բայց հենց այդ առիթների ժամանակ հնչում է ազգային, ժողովրդական, նույնիսկ աշխուղական երգերաշտություն, որը որ ես համարում եմ այսքան տարիների աշխատանքի արդեն պտուղները ձեռք բերումը շատ կարևոր։ Եվ ինչպես վարկաններ առաջ նշեցի, այսօրը հնարավորություն է եւս մեկ անգամ բոլոր այն մարդկանց, որոնք այդ կարծրատիպին են հետևում եւ չեն նախընտրում ժողովրդական երգն ու պարը, այսօր գալ Թալին եւ միասին վայելենք ֆեստիվալը։ Երեկոյան 19:30-ին Թալինի հրապարակում բոլորից սպասում ենք, որովհետեւ մեկնարկելու է տոնական համերգը, բայց մինչ այդ լինելու է տեղական արտադրողների տոնավաճառը, իդեպ հասցնելու եք զբոսնել նաեւ։ Կարծում եմ, այո։ Դե վստահ եմ կսպասեն ձեզ։ Թող գան հանդիսատեսը, ես էլ հրավիրում եմ, տեսնեն թե ոնց կարելի է ժողովրդական երգերի տակ ուրախանալ, ապրել, բարձր տրամադրությամբ օր անցկացնել։ Միանշանակ շատ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Ձեզ լավ փորձ եւ լավ ելույթ ենք մաղթում, նաեւ օրվա լավ շարունակություն։